են հետաքրքրությունից շարժված, հնարավոր է ոմանք եկել են որպեսզի սխալները փնտրեն թե ինչքան է։ Մի օր մի անգամ պատմում են, ասում է մի դասատու, հայոց լեզվի դասատու եկել է եկեղեցի, վերջում կիսվել է մի եղբոր հետ։ Հաշվել է թե քարոզիչները քանի կետագրական, ասենք, սխալներ են անում։ Հա, այսօր մենք չգիտենք ով ինչի համար է եկել, բայց Տերը գիտի։ Եվ Երանի նրան, ով որ եկել է, որպես իր սիրտը Տիրոջ առաջ բացի։ Նայի երկինք ասի Տեր, ես քո կարիքն ունեմ, որովհետև դու իմ հոգու սիրեկանն ես։ Դու Գողգոթայի խաչի վրա մահացար իմ համար։ Տերը սիրում է եւ սիրելուց չի հոգնում, սիրելիներ։ Ես մի հարց եմ ուզում տամ մեր միջի ամենաբարի եղողին։ Ես չգիտեմ մեր միջի ամենաբարին ով է, բայց ով էլ որ լինի, հարցս ուղում եմ քեզ սիրելի ամենաբարի եղող։ Ինչքան կարաս անես, նկատի ունեմ օգնես, տարբեր ոլորտներում։ Մեկին, որ բացարձակ չի գնահատում։ Վերջը կհոգնես թե չէ։ Քանի որ ամենաբարին ես չեմ, ես չարերի մեջն եմ մտնում, ես շատ շուտ կհոգնեմ։ Կասեմ Հիսուս ջան, ես բերից ինձ ազատի, որ ինչ որ մի բան անում ես մեկին, ու այդ մարդը ոչ էլ նկատում է, ոչ էլ գնահատում է, սկի ոչ մի բան ոչ էլ եղել է։ Ցավ է սա, սիրելիներ, սա արհամարանք է, սա վիրավորանք է, սա ոտնձգություն, ես չգիտեմ ինչ բառ ասենք էլ տեղին է, բայց Տերը չի հոգնում, Տերը չի հոգնում, Տիրոջ սերը անսպառ է։ Գիտեք, շատ ու շատ քրիստոնյաներ, որոնք բախվել են իրենց անձի հետ, բնության հետ, ես ինքս էլ ունեմ այդ փորձառությունը, նայր ասել ենք Տեր, ես էլ չեմ կարում ինձ ներեմ, ուրիշին չէ, ես ինքս ինձ չեմ կարում ներեմ, ինչ անուղելի եմ, ոնց ես դու ներում, ոնց ես դու սիրում, ու Տերը չի հոգնում, սիրելիներ, Տերը տակավին ներում է, Տերը տակավին սիրում է և միշտ հնարավորություն է տալիս, ինչի, որովհետև ինքը կատարյալ սեր է, ինչ է նշանակում կատարյալ սեր, որ մարդու կողմանը անընկալելի սեր, սիրելիներ, անբացատրելի սեր, անչափ սեր, անռազմեր սեր, դա Տերն է, դա անբացատրելի է։ Եղբայրը խոսում էր պատվական հավատքից, եթե ուշադրություն դարձրեցինք, պատվական հավատք, որը Սուրբ գրքում գրված է, պատվական հավատք նշանակում է, որ նաև կա անարգ հավատք, որն է պատվական հավատքը և որն է անարգ հավատքը, պատվական հավատքը այն հավատքն է, որ մարդուն հասցնում է Քրիստոսին, որն է անարգ հավատքը այն հավատքն է, ինչքան էլ խիստ լինի այդ հավատքը, ինչքան էլ ուժեղ լինի այդ հավատքը, որ ուժ չունի Քրիստոսին հասցնելու։ Հեսի անարգ հավատք է։ Գիտեք, այսօր աշխարհում հազար ու մի տեսակի կրոններ կան։ Կրոններ, որ մարդու ուղեղը սենց չի տեղավորում։ Ասենք կրոն կա, որ եթե հավատարիմ լինես այդ կրոնին, երկնքում քեզ չգիտեմ քանի հատ կույս աղջիկ է տրվում, ինչ ան, իրական բան է էսի։ Ես չգիտեմ քանի հատ կույս աղջիկ է քեզ նվիրվում, ինչի, որովհետև ես չգիտեմ։ Այդ կրոնին հավատարիմ եղար։ Ցնորք։ Բայց շատ կարևոր է, սիրելի հոգի, որ Աստված այսօր մեզի պատվական հավատքին է կանչել։ Բայց պատվական հավատքը դա քրիստոնեությունը չի։ Այսօր շատ քրիստոնյաներ կան, որ անարգ հավատքի մեջ են։ Պատվական հավատքը այն հավատքն է, որ Քրիստոսի վրա է հիմնավորված, անձնավորված է, սիրելիներ, որ առանցքում Քրիստոսն է։ Եղբայրը ապաշխարությունից էր խոսում, մեր Սամվել եղբայրը, ապաշխարություն։ Ինչ է նշանակում ապաշխարություն, ինչ է նշանակում Տերը որն անկալում, որ ես ապաշխարած եմ, կամ որն անկալում, որ ես ապաշխարած չեմ։ Ցավոք սրտի, շատ ապաշխարած մարդիկ անապաշխար են։ Ցավոք սրտի, ցավով եմ ասում, բայց իրականությունն է։ Որն է ապաշխարած մարդը,
ով որ դադարում է իր համար ապրելուց։ Այս մարդը ապաշխարել է, որ դադարում է արդեն իր համար ապրելուց։ Կյանքը նվիրել է Քրիստոսին, Քրիստոսի համար ապրում։ Քրիստոսի համար, էլ իր համար չի ապրում, Քրիստոսի համար ապրում։ Սիրելիներ, այս մարդը ապաշխարել է, որովհետև ես միշտ ասել եմ, եւ ոչ միայն ես, բոլոր եղբայրներն էլ ասում են, որ ամենամեծ դժբախտություններից մեկը, որ մարդը դառնում է եսակենտրոն։ Եսակենտրոն։ Ամեն ինչ իմ համար, ամեն ինչ ինձ, ամենալավը ինձ, երբ որ ես բավարարված եմ, հետո նոր քեզ, թող քեզ էլ լինի։ Ես այդքան, որ ասում եմ, պինդ չեմ, բայց երբ որ իմը լրիվ բավարարված է, սա եսակենտրոնություն է, սիրելիներ։ Առաքյալը գրում է մեկս մեկ ձեր անձերեն մեծ սեպեցեք, բարձր սեպեցեք։ Տերը մեզի օգնական լինի, Տերը եկել է, քեզանից առաջ, ինձանից առաջ եկել է, քո համար է եկել, իմ համար է եկել։ Որպեսզի այսօր առանց հանդիպման չգնանք, սիրելի հոգի։ Քրիստոսի հետ ապրել, իր հետ հանդիպել։ Եղբայր ասում էր, ուրախանում եմ, երբ որ Տիրոջ տունը գնանք, Հովիկ եղբայրը։ Այսօր ես արդյոք ուրախանում եմ, կամ ինչ ինձ կուրախացնի։ Եթե ես Տիրոջ տուն գնալուց Տիրոջը չեմ հանդիպում, էդի օրերից մի օր հոգնեցուցիչ կլինի։ Էդի օրերից մի օր ձանձրալի կլինի, սիրելիներ։ Մարդ ինչքան կարա մի բան անի, վերջը կհոգնի։ Այտենց է թե չէ։ Այտենց է, ինչքան էլ ասենք չէ, եղբայր ջան, դա տես չի։ Մի բան անելուց մարդը հոգնում է։ Հոգնում է։ Բայց ինչը չի հոգնեցնում, կյանքը չի հոգնեցնում։ Գիտեք, երբ որ մարդը 90 տարեկան է, ինքը գիտի, որ 90 տարեկան է, բայց ինքը էլի ուզում է ապրի։ 95 տարեկան տատիկը, երբ որ հիվանդ է լինում, կամ բժիշկի է գնում, կամ ասում է իմ համար աղոթք արեք, որ լավ անամ, բուժվեմ, ինչի որ ապրեմ, էսի վատ բան չի, սիրելիներ։ Կյանքը չի հոգնեցնում։ Իսկ կյանքը Քրիստոսն է։ Եթե ես այսօր եկել եմ Տիրոջ տուն, ուրեմն համար առաջի խնդիրը ոչ թե լսեմ քարոզ ու ասեմ, այսի լավն էր, այսի վատն էր, այսի մոլորված էր, այսի մոլորված չէր, ես ժուրի չեմ, սիրելիներ։ Այսօր ես եկել եմ Աստծո տուն, Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Տիրոջը հետ հանդիպելու համար, սիրտս բացելու իր առաջ, եւ որպես կարիքավոր ընկնելու իր ոտերը Տեր, քո կարիքն ունեմ։ Երեսդ մի ծածկիր ինձանից, որպեսի գերեզմանի շնորհների չնմանվեմ։ Այսպիսին է Դավիթի հավատքը, սիրելիներ։ Երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մենք հավատում ենք, պատվական հավատքի մեջ ենք, ինչա տեղի ունենում։ Սրա մասին ասել եմ, բայց ուզում եմ երկու էլի կարդամ այդ տեղը։ Ուրեմն տեսեք, կարդում եմ Հայտնության 7:3-ը եւ հետո կկարդամ 9:4-ը, նույն Հայտնության։ 7:3-ը տեսեք ինչ ասում։ Ուսավ երկրին վնաս մի ընեք, ոչ ծառուն, ոչ ծովուն, ոչ ծառերուն, միջև մեր Աստծո ծառաներու ճակատները չկնքենք։ Չկնքենք, Տերը պատվիրում է։ Այսինքն Քրիստոսիների ճակատը ինչ անում Տերը կնքում է, կնիք է դնում։ Եվ 9:3-ից կարդամ, 3:4-ը։ Ծուխեն մարախներ կելնեին երկրին վրա, անոնց զորություն տրվեցավ երկրի կարիճներին ունեցած զորության պես, անոնց ըսվեցավ, որ չվնասեն երկրի խոտին, ոչ ալ կանաչեղենինը եւ ոչ ծառիմը, հապա միայն այն մարդոց, որոնք իրենց ճակատների վրա Աստծո կնիքը չունեն։ Տեսնում եք, սիրելիներ, Տերը կնքում է եւ այդ կնիքը տեսնում է եւ երկնային աշխարհը եւ դիվական աշխարհը, այսինքն հոգեղեն աշխարհ։ Սիրելիներ, հիմա այդ process-ն է տեղ ունենում։ Այստեղ կան ոմանք, որ իրանց ճակատները կնքված են եւ անունները կենաց գրքի մեջ գրված են։ Կան մարդիկ, որոնք թեկնածու են, որոնք նոր պիտի կնքվեն, բայց մեր հավատքը պարապ չի, սիրելիներ։ Մեր հավատքը պարապ չի, գործողությունն է տեղի ունենում։
Եվ այդ գործողությունը ամենատեն լինում է, մնում է մենք հանձնվենք Սուրբ Հոգու շնորհքին։ Ինքը գիտի ճանապարհը Քրիստոսին հասցնելու։ Իսկ Տերը նայում է։ Ես այսօր կամակոր եմ, թե ես այսօր հնազանդ եմ։ Իսկ կամակորության համար ինչ է գրված Սուրբ գրքում, որ կամակորությունը ինչի պես է։ Սամվել Մարգարեն ասում է, կախարդության մեղքի պես է։ Կամակորությունը, Աստծո առաջ կամակորությունը, կախարդության պես է։ Այսօր կան կամակորներ եւ հնազանդներ, կան ոչխարներ, կան այծեր, սիրելիներ։ Ես որ դասին եմ պատկանում, իմ ճակատը կնքված է թե չէ։ Դա Տերը գիտի, որտեվ կնքողը ես չեմ, ոչ էլ դու ես, ոչ էլ պրեզիդենտն ու վարչապետն է, կնքողը Տերն է։ Իսկ ումն է կնքում, ով որ երեխու պես հավատում է, ով որ նայում է, վստահում է Տիրոջը, ով որ նայում ամեն պաշտամուն գալուց առաջ ասում է Հիսուս ջան, պաշտամունքը ստացված չի լինի, եթե ես հոգովս քո հետ չհպվեմ, ինչքան էլ քարոզիչները լավ քարոզեն, որովհետև քարոզը դա երկրորդական հետևանքն է Տիրոջը հետ հաղորդակցվելու, առաջնայինը Տիրոջ հետ հաղորդակցությունն է, երկնքում սիրելիներ, քարոզիչներ չկան, Պողոսը երկնքում է, Պետրոսը երկնքում է, Հովանեսը երկնքում է, բոլոր դարաշրջանի ամենավեհ ու մեծ քարոզիչները երկնքում են, բայց իրանք քարոզիչներ չեն, իրանք երկրպագուներ են, երկրպագուներ։ Գիտեք, ես բառը հիմա այնքան է բան դարել, ասենք ես ինչ թիմի երկրպագու, ես ինչ երգիչի երկրպագու, ես ինչ հանդերձի երկրպագու, շատ է ջրիկացել սիրելիներ, երկրպագությունը բացառապես վերաբերում է Տիրոջը, միայն ու միայն Տիրոջն է վերաբերվում, և Տիրոջից դուրս ուրիշ երկրպագություն երբ որ լինում է, սա Տիրոջ առաջ պղծություն է համարվում, Սուրբ գրքում գրված է պղծություն երկինք չի մտնում, իսկ ամենամեծ պղծությունը դա գիտեք ինչի երկրպագությունն է, դա եսի երկրպագությունն է, սիրելիներ։ Նաբուգոդոնոսորը արձան կանգնեցրեց և պատվիրեց, որ երբ որ սրինգը, քնարը, ջութակը, թմբուկը, վերջը նվագարանները նվագեն, բոլորը, իշխանավորները, կուսակալները, ժողովուրդը սովորական, առանց բացառության բոլորը ընկնում են ու այդ արձանին երկրպագեն, սիրելիներ։ Իսկ ով որ չէ երկրպագի, Դանիելի մարգարեության մեջ գրված է, ինչ է լինելու, կրակի հնոցի մեջ է մտնելու։ Մեզ թվում է շատ բան է փոխվել, իրականում շատ բան չի փոխվել։ Այսօր Նաբուգոդոնոսորը երկրի վրա չի, բայց այսօր Նաբուգոդոնոսորի ոգին գործում է եւ ցավոք սրտի նաեւ եկեղեցու մեջ, որ երբ որ եղբայրս քիչ առաջ ասում էր, ես աղոթեցի դրա համար եղավ։ Այսինքն այդ Նաբուգոդոնոսորի բանն է, որ ես որ չաղոթեի, հնարավոր է չլիներ։ Անողը Տերն է, բայց վերջը ես աղոթեցի։ Սա պղծություն է, սիրելիներ, գարշանք է։ Ով որ չի երկրպագի, ով որ չասի դու ես, Հովիկ աղբորից եմ լսել, որ գերեզմանոցում ասում է կարդացի, ով որ կասի ես եմ, կընկա այնտեղ, որտեղ ես եմ։ Գերեզմանոցի քարի վրա կարդացել է եղբայրը, ես էլ իրանից եմ լսել։ Բացարձակ ճշմարտություն։ Ով որ կասի ես եմ, իր տեղի գերեզմանում է։ Նա չի ընտրված, ով որ իր անձը կգովի։ Նա է ընտրված, ով որ Տիրոջը կգովի։ Տերն էլ իրան, սիրելիներ։ Դրա համար շատ կարևոր է, որ այսօր յուրաքանչյուրս կարողանանք մեր անձն ու եսը խաչը հանենք, սիրելիներ։ Այսօր ցավոք սրտի ողբերգությունը, ոնց կարա քրիստոնյա մարդը ող պահի։ Այսինքն դժբախտություն է, բայց իրականություն է։ Ոնց կարա Քրիստոսին աղոթող մարդ ինչ որ մեկ հետ չխոսա։ Ես այս մարդու հետ չեմ խոսում։ Լսի, դու ոնց ես երկին գնում։ Դու ոնց ես երկին գնում ու քեզ թվում է դու կմտնես երկինք։
Ես ինձ եմ ասում, սիրելիներ։ Ես այս մարդուն չեմ սիրում։ Ու դու տենց երկինք ես գնում։ Բարի ճանապարհ։ Ով կթողի։ Ով կթողի։ Սիրելիներ։ Տերը կթողի, հենց կակրած Տերը չի թողի։ Այո։ Դրա համար այսօր օրն է։ Սուրբ գրքում գրված է, եթե աղբորդ դեմ բան ունես, մի թող արևը մար մտնի, մի թող գնա հաշտվի։ Աստվածավախեր են անում։ Սիրելիներ, դրա համար Տերը մեզի օգնական լինի, որպեսզի մենք կարող լինենք Նաբուգոդոնոսորի արձանը ինչ անել մեր միջի Նաբուգոդոնոսորի։ Քանդենք, վառենք ու վերացնենք։ Միայն Քրիստոսին պաշտենք, միայն Քրիստոսին երկրպագենք, սիրելիներ, որովհետև տեսեք, էսի Բոնկեն էր ասում, գերմանացի քարոզիչ ասում էր, ես ուրախ եմ, որ զրո լինեմ, զրո, նշանակում է արժեք չկա, միավոր չկա, զրոյա, զրո, ասում է, ես պատրաստ եմ այդ զրոն լինեմ, միավորի կողքը մենակ լինեմ, իսկ միավորը իրական միավորը, որ արժեք ունի դա ով է, դա Տերն է, ասում է, ես չեմ ուզում միավոր լինեմ, միավորը Տերն է, ես թող զրոն լինեմ, ու ասում է, ինչքան հնարավոր է ամենավերջի զրոն, Ինչքան զրոները շատ լինեն, ես հոժար եմ ամենավերջի զրոն լինեմ։ Այո, Բոնկեն այսպես էր հավատում, դրա համար իր ծառայության միջոցով, անպտուղ չեղավ, սենց ասեմ, այդ մարդու գործունեությունը, թեպետ հիմա երկրի վրա չի։ Տերը մեզի օգնական լինի, սիրելիներ, ամեն բան արա, ես էլ քո հետ միասին, որ վերջի օրը, երբ որ կանգնենք Տիրոջ առաջ, Տերը հանկարծ չլսենք, ես քեզ չեմ ճանաչում։ Երբ որ Տերը ասեց, ես քեզ չեմ ճանաչում, էլ ոչ մեկ չի կարա ծանոթացնի Հիսուսին։ Ոչ մեկ, ոչ մի հովիվ, ոչ մի եպիսկոպոս, ոչ մի մարգարե չի կարա ինձի Հիսուս հետ ծանոթացնի, հիմա է ծանոթանալու ժամանակը։ Հիմա է ծանոթանալու ժամանակը, ուզում եմ ծանոթանամ, եսիս հաշվետու չլինեմ։ Պողոս ասես, Տերը, որ ինձ կանչեց, մարմնին արյանը հարցում չարեցի։ Այդ դրա համար Պողոսը Պողոս եղավ, սիրելիներ։ Աստված մեզ օգնական լինի։ Տերը մեզի ողորմություն անի, որպեսզի մեր հայացքը երկնքից չկտրվի։ Ամեն պաշտամուն գալուց դա կլինի կիրակնորյա պաշտամունք, խմբային պաշտամունք, նորերի պաշտամունք, միշտ տուն աղոթք կանենք Հիսուս, քո տուն եմ գալի, պարապ չեմ գալիս։ Ես գալիս եմ համար առաջինը հաղորդակցվելու քո հետ։ Երկրորդը սիրտս քո ոտերի առաջ բացելու։ Եվ երրորդը խնդիրիս լուծումը ստացած ստեղից գնալու։ Ինչը որ արեց Աննան, սիրելիներ։ Ով էր Աննան։ Աննան մի դժբախտ կին էր։ Մի դժբախտ կին Աննան, որը որ երեխա չէր ունենում, թեպետ սիրված էր, բայց ինքը իրան դժբախտ էր համարում, քանի որ երեխա չէր ունենում։ Ու ամեն տարի Աստծո տունը գնալով սիրտը բացում էր Տիրոջ առաջ։ Չէր գնում հեղի հետ կիսվելու, հեղին թեպետ քահանայապետ էր, բայց տնես չի, որ Անայի սրտի խնդիրները գիտեր։ Աննան կուրծքը Տիրոջ առաջ էր ծեծում։ Օրերից մի օր պտուղ տվեց էդի, թե չէ։ Մի անգամից չեղավ։ Ընես չի Աննան գնաց աղոթք արեց, տենել երկնքից որովայնը բացեց, դες բան չկա, սիրելիներ, սա տարիներ, բայց օրերից մի օր, երբ որ Տիրոջ բաժակը լցվեց, Տերը ասեց, աղոթքի պատասխան ժամանակը հասունացել է, սիրելիներ, աղոթ գրեք ու մի ձանձրացեք Սուրբ Գիրքը գրում է, սա մեր Տեր ասեց, անձամբ Հիսուս ասեց, ինչի համար, ամեն աղոթք, եթե առաջի հայացքից կարծես թե պատասխանված չի թվում, բայց դա չի նշանակում չի պատասխանվում, չափ է լցվում, ամեն աղոթք չափ է լցնում, օրերից մի օր Տերը ասելու է, պատասխանի ժամանակը հասունացավ, բայց երբ որ ես մի անգամ աղոթեմ ու քաշվում, ասեմ, դե խնդրել եմ, ինչի Տերը չգիտի, սիրելին ես այդ չափը չեմ լցնում։ Ես այդ չափը չեմ լցնում։
ով Տերը հիշողներ, Եսայի մարգարեություն, լուրմի կենա եւ Տիրոջը հանգստություն մի տուր։ Միչև երբ, միչև Տերը հաստատի եւ Երուսաղեմը քեզ ինչ անի, գովելի անի, սիրելիներ, լուրմի կենա, բա ինչ անեմ, միշտ աղաղակի, երկինք նայի, խնդրի ու մի ձանձրացի, սիրելիներ, Տերը մեզի օգնական լինի, կանգնենք Տիրոջ առջև։ Սիրելիներ, ես չեմ ասում կանգնենք աղոթելու, ես ասում եմ կանգնենք Տիրոջ առջև։